Շարունակելով նորաձևության թեման, յուրաքանչյուր մարդ ունի իր յուրահատուկ ոճը, որը պարզապես պետք է բացահայտել։ Նորաձևությունը ոգեշնչում է, տալիս նոր գաղափարներ եւ իհարկե վստահություն։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում են Daphne for You խանութ-սրահի հիմնադիր Մանանա Մովսիսյանը եւ Աբրահամ Մուրադը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ դուք ինչպես եք։ Ինչ լավ։ Մենք շատ լավ ենք եւ մենք անընդհատ անդրադառնում ենք նորաձևությանը, հա, որովհետեւ նորաձևությունը յուրաքանչյուրի համար տարբեր է։ Նախ սկսենք այն հարցից, թե ինչ է նորաձևությունը ձեզ համար։ Հարմարավետություն, թե այն ինչ որ այսօր պարտադիր է կրել։ Դա շքեղություն, գուցե։ Տեսեք, օրինակ, եթե նորաձևություն բառի հետ ես սիրում եմ անդադ սա ասել, ինձ համար նորաձևությունը երևի ըստ ոլորտով զբաղվող մարդ որպես մշակույթի անբաժան մասն է եւ ինչպես նորաձևությունը իր ազդեցություն ունի սոցիումի վրա, այնպես է հակառակը։ Ես միշտ ասում եմ, որ եթե նայես նորաձևությանը խորը մի քիչ օրինակ վերլուծելով թրենդները, վերլուծելով այն ինչ որ ցուցադրվում է, կհասկանաս թե հասարակությունը ուր է գնում եւ ինչ ազդեցություն շուտով մենք կունենանք ու հակառակը։ Մեր լայֆսթայլը, այսպես ասած, ապրելու որակը ձևը, արագությունը թելադրում է նաև դիզայներներին ստեղծել այն, ինչը որ այդ պահին հարմար է կրել ճիշտ է կյանքի համար, այսինքն նորաձևությունը ու սոցիումը իրար հետ շատ փոխկապակցված եւ իրար վրա անընդհատ ազդող պրոցեսներ են, միավորներ են։ Նորաձևությունը, ինչպես Մանանան նշեց, իր տարբերակում, հա, որպես բիզնես կերպար, նորաձևության ոլորտի մասնագետ եւ նաեւ հիմնադիր, իր պատկերացումները մի փոքր իմ պատկերացումներից տարբերում են, քանի որ ելնելով հենց կարելի ասել մեջի եփող մարդ, դու հասկանում ես, որ նորաձևությունը դա արվեստն է։ Իսկ արվեստը ինչքան մենք կանք, հա, այսինքն մշակույթը, մարդը դեռ կա, այդ նորաձևությունը մեզ հետ լինելու են։ Դարեր շարունակ, չգիտեմ, կլինեն 90-ականներ, 80-ականներ, 70-ականներ, բայց նորաձևությունը դա մարդու կոմֆորտի նաև մասին է, հա։ Մենք շատ անգամ երբ որ հագուստը գնում ենք, մտածում ենք դա կոմֆորտ չի մեզ, բայց երբ որ գեղեցիկը տեսնում ենք եւ մի երկու հաճախություններ լսում ենք եւ հասկանում ենք, որ մենք այդ կոմֆորտի մեջ արդեն փաթեթավորված ենք։ Այսինքն ինձ համար նորաձևությունը եւ կոմֆորտն է, եւ արվեստը, եւ մշակույթը, իրանք համեմված բաներ են։ Ես հատուկ տղամարդկանց համար հարց էի առանձնացրել, որովհետև Սուրենը միշտ բողոքում է, որ կանանց եւ աղջիկների վրա շեշտադրումը շատ է։ Կարող եք այսօր փաստել, որ տղամարդկանց համար եւս նորաձևությունը շատ մեծ տեմպերով է աճել, որովհետև ես տեսնում եմ, որ այն թիթիզ բաները, որոնք աղջիկներին էին հատուկ տենց մի 10 տարի առաջ կամ գուցե 5 տարի առաջ, այսօր նաեւ տղամարդկանց է հասանելի եւ տղամարդիկ էլ շատ ոճային, տարբերվող կերպարներ կարողանում են ստեղծել նույնիսկ առօրյայում։ Սենց լավագույն բառ, որ կարող եմ ձեզ ասել, միշտ հիշենք, որ նորաձևության ստեղծողները միշտ եղել են տղամարդիկ եւ դրանք գեղեցիկ ձևով փոխանցել են կանանց, այսինքն կան մեգա կերպարներ, որոնք նորաձևության տների հիմնադիրներ են կամ դիզայներներ են, որոնք որ հենց տղամարդիկ են։ Այսինքն մենք հասկանում ենք, որ գեղեցիկ սերը այդ ամեն ինչը մեր ստեղծագործությունը պետքա փոխանցենք իրան, որ ինքը էլ ավելի գեղեցիկ ներկայացնի։ Բայց այսօր այդ կաստրատիպերը կոտրվել են եւ այսօր մենք հասել ենք այն փուլի վրա եւ նաեւ հայկական մշակույթում, շուկայականում եւ առհասարական ողջ աշխարհում, որ նորաձևությունը միայն չի վերաբերվում կանանց, այլ նաեւ տղամարդկանց համար եւս է։ Դա փաստում ենք շուկայականում տեսնելով ամեն օր մի հատ նոր գեղեցիկ խանութներ բացվելով կամ ֆրանչայզինգով կամ ֆրանչայզինգից դուրս այդ տարբերակներում մենք պարզապես աննկատ կտեսնենք տարբերությունը, հա, եթե 5 տարի առաջ գնանք, նորաձև չէր այդքան գեղեցիկ, չգիտեմ, վերնաշապիկները կրել, ինչ որ հետարքիր պրինտներով, բայց այսօր կարծես թե քաղաքը այդ ամեն ինչը այնքան այդ ամեն ինչը գեղեցիկ մատուցում, որ դու էլ ուզում ես դառնաս իր մի մասը, եւ չես մտածում, որ դու տարբերվող ես, այլ ուզում ես լինել որևիցե մեկի նման նույն գեղեցիկ կրողը։ Այն, ահա, կարող եմ հավելել, ուղղակի որ անցած անգամ ձեզ մոտ էի, նորից Սուրենը այս հարցը տվեց ու ես ուզում եմ այդ դինամիկան արձանագրել, էլի, եթե ես մի տարի առաջ կասեի, որ իրականում շատ վատ տեմպերով է զարգանում բանը, տղամարդկանց նորաձևությունը ու շատ հետ է մնում, հիմա օրինակ շատ այս հատկապես վերջին 1-2 տարվա մեջ թռիչքային ոնց որ աճի գրանցեց, ոչ թե դինամիկ, այլ թռիչքային շատ հետաքրքիր ու որպես օրինակ կարող եմ բերել
բերել ինձ համար էլի խազեր մրցանակաբաշխությունը, որտեղ տղամարդկանց լուքերը ինձ համար շատ ավելի հետաքրքիր էին, նու այս որպես իմ կարծիքը ասեմ։ Ու ինչի համար է շատ կոնտրաստային է, եթե մենք օրինակ նայենք այդ մրցանակաբաշխությունները, որ մի քանի տարի առաջ էին կազմակերպվում ու հիմա, շատ ակնհայտ է երևում։ Իհարկե սրանք բան մարդիկ են, հանրային մարդիկ են եւ հատկապես փորձում են գրել տարբերվող, բայց ամբողջ աշխարհում եւ ինչպես նաեւ մեր մոտ այդ մարդիկ նաեւ իրենց ազդեցություն, իրենց ինֆլուենսը ինչպես հիմա ընդունված են ունենում են նաեւ շուկայի վրա եւ եւս մի որպես ոլորտի ներսիս մարդ կարող եմ ասեմ ինչ եմ ես նկատում, եթե օրինակ հարթակները հայկական առաջ ցուցադրում էին զուտ միայն կանացի հագուստներ, որ մենք գիտենք հայկական դիզայներական հարթակները, հիմա իրանք արդեն ունեն հետաքրքիր ձևով եւ բոլոր բրենդները կամաց մտածում են հենց այդ տղամարդ հագուստի լինիաներ սկսելու մասին ու սկսում են այսպես ասած, որը շատ հետաքրքիր զարգացում է։ Լավ, եկեք հասկանանք, որ Հայաստանում մի փոքր այսպեսի ջոկողություն չասեմ, բայց նմանատիպ ինչ որ բան կա։ Ինչի։ Այդ ձեր նշած հենց ֆրանչիզային, հա, այդ տարբերակները հայտնի, երբ որ գնում ես եվրոպական երկիր, դու այնտեղ լրիվ ուրիշ բան ես տեսնում խանութում։ Գալիս ես Հայաստան նույն խանութն ես մտնում, լրիվ ուրիշ բան ես տեսնում։ Այդ շատ կարևոր է։ Այ ինչի ենք մենք փոխում, կամ թե հատուկ այնտեղից են գալիս, կամ մեր ընկալումը նորաձևության առումով ուրիշ է, որպես նաև դուք այստեղ ներսի մարդիկ։ Ֆրանչայզինգը ինչ է իրենից ներկայացնում, այսինքն տվյալ բրենդը տարածքում տեղակայվում է, բայց ամբողջովին ղեկավարվում է հենց բրենդի կողմից, հա, այսինքն տարածաշրջանի, հա, օրինակ եթե վերցնենք Zara ապրանքանիշը, ինքը իսպանական բրենդ է, տարածված ամբողջ աշխարհում, գրեթե 170-ից ավել քաղաքներում կա, եւ Հայաստանում նույնպես է, գիտենք, որ երկու մոլային համակարգում է։ Անկամ ձեր նշված տարբերակից եւս մեկ օրինակ բերեմ, եթե մենք համեմատական տանենք, Երևան մոլը եւ Դալման ստանում են տարբեր կոլեկցիաներ, այսինքն դա հատուկ արվում։ Նախ պետք է հասկանանք Կովկասում, թե որ մենք կլասի հաճախորդ ենք, սպառող հաճախորդ ենք, հա։ Եթե 2 տարի առաջ մենք վերցնեինք ապրանքատեսակները, մենք գուցեև պրինտավոր վերնաշապիկը, հա, կոլեկցիան ունենալ հատուկ key item, մենք դա չստանայինք, քանի որ դա մեզ մոտ չէր սպառվելու։ Կհասներ այն շեմին, երբ որ դառնար օրինակ զեղչով 5900 դրամ կամ 10900 դրամ, նոր այդ ժամանակ կվաճառվեր։ Այն էլ կարող էր գնել կին կամ աղջիկ, հիմնականում աղջիկները շատ են սիրում օգտվել տղամարդու բաժնից, դա բացահայտ բոլորս գիտենք, ու լավ պրոդուկտները միշտ այնտեղից հաստատ գտնում են։ Բայց հիմա այսօր դա փոփոխվել է։ Դա ինչով է պայմանավորված, որովհետև մենք Կովկասի այն երկրների շարքին ենք պատկանում, որ մեզ մոտ օրինակ հաշվում է քանակը, հա, թե քանի բնակություն ունենք, քաղաքի ոճն են նախ ուսումնասիրում, հասկանում են, թե ինչ ոճի մեջ է քաղաքը, ապրելակերպն են հասկանում եւ գնային վճարունակ սեգմենտը։ Հիմնականում դա մեզ մոտ բավականին փոխվել է եւ այսօր մենք կարող ենք տեսնել, որ բրենդներում ոչ թե միայն բազային հագուստներ են ներկայացված, այլ նաեւ փորձում են key item-ներ, հետարքիր պրինտներ, ձևվածքներ, ու դա շատ ողջունելի է։ Բրենդը միշտ երբ որ գալիս է շուկա, ուսումնասիրում է շուկան, հասկանալու համար որքանով է դա իր հետ կապ ունեցող իր համար ձեռնտու, ու միշտ կա եւս էլի մի լավ ազդակ, եւի արդեն պաշտոնապես է, որ մի քանի բրենդ ուղղակի որ գովաց չունի անունները չեմ նշի, բայց պրեմիում սեգմենտի արդեն ոչ mass market գալիս են Հայաստան, որ առաջ չունեին իրենց ֆրանչայզը Հայաստանում, բայց հիմա մենք օր-օրի տեսնում ենք բաց, նաեւ դա նշանակում է, որ միջին խավը, որ այդքան կարևոր է հասարակության համար, կամաց Հայաստանում ձևավորվում է, նո նորաձևության տեսանկյունից կարող եմ ասել, չխորանալով մնացած բաների մեջ, որից գլուխ չեմ հանում։ Երևի թե կարևոր է ճամփորդությունները, հա, որ ներկայիս սերունդի մոտ, այսինքն երիտասարդ սերունդը սիրում է ճամփորդել եւ այդ գեղեցիկի ընկալումը կարծրատիպերը կոտրվում են իրանց մոտ եւ իրանք եթե այնտեղի շոփինգ են անում հենց այդ վերնաշապիկը, այստեղ արդեն ուզում են դա նորից մեկ այլ տարբերակ, երբ որ դա գնվում է արդեն բրենդի կողմից լինում է մեկ այլ դիրքորոշում, որ այո, այդ ապրանքանիշը վաճառում է, այսինքն կարող ենք մենք ուղարկել իրանց այսինչ պրոդուկտը։ Դա շատ կարևոր է, որ այսօր մեր երիտասարդության մեջ կա եւ դա շատ ողջունելի է։ Այո, աշխարհընկալումը մեծանում է ճանապարհորդությունների ընթացքում եւ քանի որ մրցանակաբաշխություններից խոսեցինք ու հատկապես խազերը շատ քննարկվեց, ինձ հետաքրքիր է, քանի որ վերջին տարիներն էլ կարմիր գորգի մշակույթը բարեբախտաբար մեր երկրում բավականաչափ զարգանում է եւ մեծ թափ է առնում, որտեղ է որոշվում կամ ինչպես է որոշվում գնահատման չափանիշները այս դեպքում, որովհետեւ երբ կարմիր գորգին հայտնվում են մարդիկ, որոնք շատ
տարբերվող են, դա չի ընդունվում կամ գուցե քննարկվում է, որ չափից ավելի էր ինչ որ բան։ Ոնց եք մտածում, ոնց կարելի է այս Ես օրինակ գոհ եմ, որ քննարկվում է սկզբի համար ստեղծել, այո։ Այսինքն մենք արդեն ունենք ինֆոպովոդ կոչվածը, որ առաջ տենց չկար, անցնում էին մրցանակաբաշխություններ եւ ոչ մեկ բացարձակ չէր քննարկում, ինչեր էին հագել մարդիկ։ Այն, որ արդեն քննարկվում է ու բուրն է քննարկվում, սա արդեն լավ նշան է, ասենց ասեմ, որովհետեւ ստացվում է, որ ինչ-որ process-ներ տեղի են ունենում։ Բացասական, դրական, սա մի քիչ ավելի բանի հարց է, բայց նաև մրցակցությունը, նաև կայանալը հենց այսպիսի ինֆոպովոդների շրջանակներում էլ է տեղի ունենում, որտեղ ինքը մարքեթինգի եւ այլնի տեսանկյունից շարժ է առաջացնում շուկայում։ Հիմա կա բևեռացում, որ ես կուզեի ավելի բազմազանություն տեսնել, կուզեի, որ տարբեր դիզայներների ընտրեին զուտ ստեղծելու համար այդ բազմազանությունը ու նաև հետաքրքիր լինելու համար։ Տեսեք, կարծես թե ընտրվել էին կերպարներ, որպեսզի հետաքրքիր լինեին, բայց իրար նման էին ստացվել բոլորը։ Որովհետև սև գույնը մշտապես Հետո տեսեք, մեր ինդուստրիան ցավոք սրտի, քանի որ դեռ ամեն դեպքում կարող եմ ասել, որ երիտասարդ է, ունի պրոդուկտների տեսակներ, որ բարդ է կարում։ Այսինքն ու այդ պրոդուկտի տեսակով գրեթե ոչ մեկ չէր ներկայացել հենց նրա համար, որովհետև մենք կատարողականության խնդիր ունենք այդտեղ։ Բայց դրանք բոլորը փակվող հարցեր են, եթե ամեն ինչ իր բնական հունով զարգանա։ Էտապներ են, որ եթե հետևենք այլ շուկաներին, դրանք բոլորը անցել են դրանով ու լավ է, որ մենք ընկել ենք նաև ռելսերի վրա։ Ես չգիտեմ, պոզիտիվ եւ դրական եմ այդ իմաստով։ Շատ ողջունել է, որ վերադարձել է կարմիր գորգը նաև մեր շուկայականում, այսինքն մենք փորձում ենք ստեղծել մեկ հարթակ, որը որ ստանդարտներին եւ ինչ որ մի հայտնություն չէ, այսինքն բոլոր ամբողջ աշխարհում դա լինում է եւ կինոդիտումների ժամանակ է կարմիր գորգ լինում եւ հատուկ ինչ որ միջոցառումների համար նաև օրինակ խազեր, գրեմի, այդ մակարդակի, հա, կարող ենք ասել։ Այստեղ շատ կարեւոր է ընտրել թեմատիկա։ Մենք շատ անգամ, հա, օրինակ կաբլիցի ոչ մի դիզայներ թող չնեղանա, մենք շատ անգամ երբ որ պրոդուկտը առաջարկում ենք, հա, մարդուն, մենք պետք է հասկանանք տվյալ մարդու առանձնահատկությունը, տվյալ մարդու ոճը եւ նաեւ հետևենք տենդենսներին, հա, ինչ գույն է ակտուալ այդ ժամանակահատվածում, որն է գաղափարը, գուցե ծաղկի պրինտը շատ հետաքրքիր ձևով կարելի է ներկայացնել, հա, կարծեմ իմ ամենաֆավորիտ կերպարը մհերի կերպարն էր, հա, որ սև կլասիկա հետաքրքիր ձևասկի վերնաշապիկ էր, եթե չեմ սխալվում, հագել, հա, պիջակի տեսքով, կարծեմ Մանուկ Ալեքսանյանն էր ստեղծել, որը շատ հետաքրքիր ձևով էր, այսինքն իր ձեռագրից դուրս հատուկ բան էր ստեղծվել։ Եվ մի փոքրիկ բրոշով ծաղկի այդ ամեն ինչը լրացվել էր, կոմպենսացվել էր, փաթեթավորվել էր։ Շատ կարևոր է ընտրել թեմատիկան։ Եթե դու ուզում ես շքեղ լինել, դա չի նշանակում, որ դու պետք է ինչ-որ էքստրավագանտ բաներ անես քեզ վրա կամ այնպիսի բաներ, որը որ դու չես։ Օրինակ Սոխովսկի էստա ձեզ դուր եկել է։ Գիտեք, Արմենը այն կերպարներից է, որ իրեն ամեն ինչ սազում է եւ Արմենը իմ ամենասիրելի դիզայներներից է, որ ամեն ինչը իդեալական է, իրեն նայում։ Քանի դա ինն է։ Մեկ ուրիշի վրա դա կարող է։ Դրա համար եմ նշում, որ պետք է նախ հասկանաս մարդու ձեռագիրը, մարդու ոճը, մարդու ընկալումը, թե մարդ արդյոք դա իր համապատասխան է, իր անձնային բրենդինգի դնթն է, թե ոչ։ Բայց կան բայցեր, որոնք որ Այստեղ գիտեք ամբողջ խնդիրը որն է, արդյոք հասարակությունը պատրաստ է հիմա ընդունել դա։ Ամբողջ խնդիրը այս է։ Որ հիմա հենց արտիստը նրա համար է, որ ինքը հասարակությանը տանի, այսինքն ինքը հասարակությանը, ինչպես ես ասացի, ազդի, այսինքն այդ առիթները նրա համար չեն, որ մարդիկ կան հագուստով, որը ընկալելի է բոլորի կողմից։ Դա ոչ միտեղ չի տանի, ուղղակի հենց կոնֆլիկտ է պետք, զարգացում է պետք, չհավանել է պետք, քննադատել է պետք, սկանդալ է պետք զարգացմանը հատելը, հա, այսինքն ինչ-որ մի կերպար ֆավորիտ անվանել կամ գնահատել 10-ից 10 բալային համակարգով, որ շատերը անում են, հա, եւ ամեն տեսակ համակարգում է դա արվում, այդ տվյալ մարդու անձնային կարծիքն է, իսկ այս ոլորտի մարդիկ միանշանակ կընտրեն այն տարբերակը, որը որ մինիմալիզմը, շքեղությունը։ Ես շատ անգամ սիրում եմ ասել, որ բարձությունը շքեղությունն է։
բառության մեջ է շքեղությունը։ Տեքստի Այսինքն մեջ պետք չի եւ թանկարժեք կտորն է այդ ամեն ինչը նպաստում, եւ հետարքիր ձևվածքը, եւ հետարքիր, չգիտեմ, եթե կնոջ կերպարա մեյքափ, մաս, այսինքն գալիս է ինչի ենք գնում ենք, որ մինիմալիզմը դա շքեղությունն է։ Պետք չի ամեն ինչը դնել նա ամեն ինչ sense բարձր կետի վրա։ Այսինքն կարող ենք ֆիքսել, որ Կարմիր գորգի համար առանձնացնում ենք թեմատիկան, նորաձևության մեջ։ Նայեք, դա բոլոր տեղերում է, հա, շուտով ես մեծ լիահույս եմ, որ կգա մի բա, երբ որ մենք մեր շուկայում կունենանք Կարմիր գորգ ասվածը մշտական եւ թեմատիկա կընտրվի, հա, օրինակ վերջերս կինոդիտման էինք, մեծ շքեղ միջոցառում էր եւ Կամոն շատ գեղեցիկ ձևով կազմակերպել էր եւ դա շատ պարտավորեցնող է այս ոլորտի մարդկանց, որ լինեն շատ զգուշ, ընտրեն ֆեշնը ճիշտ ձևով։ Եվ շատ շնորհակալ եմ այդ միջոցառումնան կազմակերպիչներին, հենց այդ տեսակի մարդկանց, Կամոյին, Հանձինս, որ կատարում է այդպիսի աշխատանքներ եւ որ դու պարտավորված ես քեզ զգում այդ թեմատիկայում լինել, առավել գեղեցիկ եւ մտածված։ Շատ կարևոր է, այսինքն երբ որ որոշ ժամանակ հետո հաջորդ տարիներին տեսնենք խաղերը, որ dress code կա, գունային սեգմենտ կա, դա կհուշի տվյալ անձին, հա, այդ տվյալ աստղին, որ ինքը ավելի ձևով, ավելի հետարքիր ձևով պատրաստված կա, այլ ոչ թե պարզապես ինչ-որ մի բան կրի եւ գա։ Բայց եթե չեմ սխալվում, այս տարի էլ կար թեմատիկա։ Ուղղակի չէին պահվել։ Նայեք, այստեղ մեկ է մի շատ կարևոր նկատի կա, որ ինձ թվում է դրսի շուկաներում կա ու կամաց Հայաստանը կգա, որ մարդիկ, օրինակ, տեսեք, արտիստի գործը չի, օրինակ, ոճաբանությունը, ինքը տեղից, օրինակ, ունի իր զբաղվածությունը, իր պատկերացումները, պետք է նաև անհրաժեշտության դեպքում աշխատել մասնագետների հետ։ Օրինակ դրսի աստղերից, դրսի մարդկանցից, որոնք հանրային են, դուք դոյի պոստին, եթե տեսնեք օրինակի համար այն մարդկանց, որոնք աշխատում են մասնագետի հետ, օրինակ Սաբչակի օրինակը կարող են բերել։ Մինչև իր ստիլը, մինչև ոճաբանների հետ աշխատելը ու դրանից հետո ես առաջ իրեն տենց հետաքրքիր չէր որպես կերպար, բայց հիմա խոսքը եւ այլնի մասնագիտական իմ մոտ վիզուալն է։ Ես իր վիզուալին հետևում եմ, որովհետեւ այն ինչ որ ստեղծվում է իր վրա շատ հետաքրքիր է, շատ զարգացնող է։ Նույն ձև հուսով եմ, որ մեր շուկանը կհասնի այդտեղ, որ հանրային մարդիկ կաշխատեն ոճաբանների հետ ու այդ ոճաբանները, այսինքն ոճաբանությունը որպես գործ, որպես մասնագիտություն շուկայում կգա կհստականանա ու մարդիկ կհասկանան, որ պետք է դիմել նաեւ մասնագետի, եթե դրա կարիքը կա։ Շուկայից խոսենք։ Մենք էկրանի վրա տեսնենք Դաֆնի բազմական հետարքիր հագուստները։ Օրինակ, ինչի Դաֆնին չունի նաև Դաֆն։ Անցած անգամ միջև չստեղծի սորելը չի հանձնվել։ Այս այն բառն է, որ այս նոր քեզ ասի անպայման կստեղծես այդ չափի գենդերային հավասարությունը։ Որտեղ շատ գեղեցիկ հագուստներ եք բերում, հա, ներկայացնում, բայց մենակ աղջիկների համար։ Իրականում այդ եմ ասում, հիմա շուկան այն ուղղությամբ է գնում, որ կամաց երևի գիտեք, որ Դավթին արդեն որոշ պրոդուկտներ ունի, նաև կոնցեպտում, 5 կոնցեպտում հայկական հարթակը ներկայացված եւ այնտեղ այն օրը շատ ակտիվ քննարկվում էր, ինչի ես ձեզ ասացի, որ բրենդներ կան, որ արդեն հստակ մտածում են լինիա ունենալու մասին, այնպես որ մեր դեպքում էլ բացառված չի, եթե շուկան տանում է այդ ուղղությամբ, եթե մենք արդեն դուրս ենք գալիս այդ Վարատնիկ, Ստեփանորիչի վիճակներից եւ անցում ենք կատարում ավելի հետաքրքիր ստեղծագործական մոտեցում, բնավոր է, որ մենք է ժամանակ։ Ես ուղղակի հուսով եմ 2 տարի հետո նույն հարցը ես եմ բարձրաձայնի, որովհետեւ միայն տղաների համար կներկայացվի Դաֆնին, որ ամեն ինչ դրան է տանում։ Կասեք ինչի աղջիկների համար ներկայացված չի։ Ես տղաների բաժնից դուք գնացիք բազային մի բան։ Ես տղաների բաժնից ընտիր ընտրում եմ, այնց որ Իդեպ այդ տենդենսները շատ կա, հիմա այդ տենդենսները նկատվում ամեն ինչ շատ մոտենում է իրար, որովհետև օրինակ Աբրահամը շատ հանգիստ մեր բրենդից իր համար բան է ընտրում։ Բոլոր տեղերում ես տեսնում այդ բան խանութներում, հա, լայն շալվարները մարդկանց բաժնում։ Հիմա հապալացիա տաբատներ։ Դա ինձ դուր չի գալիս։ Ոչ թե դա վատն է, չէ, խոսքը ոչ թե դա ին ոճը չի, բայց համատարած միայն դա է։
Եվ դուք անգամ չգիտեք որտեղից է տվյալ մարդը, որ տեսնում եք որտեղից է գնել։ Այսինքն այսօր շատ կարևոր է, ինչին նշեցի նախորդ տեքստում, որ աղջիկները շատ են գնում տղամարդկանց բաժնում, բայց այսօր նաև եկել է երկրորդ տարբերակ այս ամեն ինչի, որ տղաներն կարան կրեն շապիկ այնպիսի տեսակ, պարզ բազային սպիտակ ձևվածքով շապիկ, որ տղամարդկանց բաժնում չկա, պարզապես այնտեղ ուղիղ ձևվածքա քիփ մոդելը եւ իրանց պետք է օրզայց ինչ-որ շապիկ եւ կարող են իրանք մոտենալ կանանց բաժնից գնել։ Դա շատ արդեն նորմալ է եւ կարծում եմ եթե ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, շատ սիրուն կնայվի։ Այնպես որ այդ խնդիրը ինձ թվում է դա սիրուն։ Դա էլ հո ես չեմ ասում, խնդրեմ։ Ես ասում եմ չի հավատում, Աբրահամ Ես ջան։ անպայման կուղարկեմ տարբերակներ, որ ձեզ կապած որ այդպես է։ Եթե չլինի դաֆն, Երբեմն փորձել եք, բայց շուգաց։ այդ տարբերակն էլ է աշխատում։ Այո, իմիջիալոց կա այդ տարբերակը։ Իրականում հենց այդ խնդիրը, որ եթե մարդը ունի կոնկրետ ձևավորված ոճ, Այո։ շատ հեշտությամբ ձեր համար ամենաանհավանական տեղերից, ամենաանսպասելի տեղերից կարող է այնպես հագնվի, որ ամենաթանկարժեք խանութում։ Իհարկե, այստեղ կտորի բանի խնդիր կա, բայց եթե խոսում ենք զուտ Ի վերջո դուրս է եկել այն ժամանակը, որ մի հատ հագուստ էինք առնում 10 տարվա համար։ Հիմա առնում ես, մի քանի օր հագնես եւ էլի հագուստին չես վերադառնում։ Այսինքն այն առնեն են դիմացկուն, որ մի 5 տարի հագնենք, ես օրինակ չեմ կարող։ Նաև մեդիայի խնդիրն է, քանի որ դուք անընդհատ պետք է հայտնվեք մեդիայում ու նույն հագուստը, նույն սաներվածքը ձեր դեպքում կներեք, իմ դեպքում սաներվածքը։ Դուք սաներվածքի մասին չեք մտածում, բայց մենք օրինակ մտածում եմ, ոնց չէ, Վարդարը կրակն է անգել ինձ ձեռ։ Ամեն անգամ նոր պրիչոսկա։ Բայց բանը մորուքով եք հարցը լուծում։ Ինձ էպտի կոմպենսացնում։ Այդ եմ ասում, այդ տարբերվելու խնդիրը անդադ ամեն եթերին, ամեն հանրային ելույթին բավականին բարդ բան է, ու ձեր ոլորտի մարդկանց համար մի քանի անգամ ավելի բարդ։ Ես ձեզ ասեմ, ոլորտից էլ բացի, ես շատ ընկերներ ունեմ, ովքեր այս ոլորտում չեն, պարզապես իրենք սովորական օֆիսային աշխատողներ են, բայց իրանք էլ են այդ այնպիսի բաներ չեն նախընտրում, որ մի քանի տարի կրեն դրանք։ Որովհետև մոտ ժամանակը փոխվել է, այսինքն այդ նորաձևությունը այնքան է տարածված սոցհարթակներում, մեդիա հարթակներում, TV-ներով, ամենուր խանութներում, որ դու ուզում ես, ուզես թե չուզես, դու ուզում ես այդ ամեն ինչը, դու ուզում ես այդ նոր վերնաշապիկը, դու ուզում ես այդ նոր ձեր ասած լայն ջիսը, որին հաջորդում է մի փոքր նեղը, հետո մի փոքր կոճակը այսպես։ Արդեն տարածվում է, որ պետքա ամբողջ աշխարհում կա եւ դու էլ պետքա ռիթմի հետ, այդ ամեն ինչի հետ տեղավորվես։ Դու շատ պատկերացրեք, դու ունենաս օրինակ այդ մեկ տաբատը եւ 6 երկիր ուզենաս ճամփորդես։ Իհարկանում կհոգնես, որովհետև այսօր ամեն ինչը գնում է, նորից եմ ասում, այդ ժամանակի ընթացքի հետ եւ պետք է տեմպերին համաձայն։ Ես ունեմ քիչ, բայց Steve Jobs vibe-ի ծանոթներ կան, որ տենց սիրում են ինչ որ սովորական basic ինչ որ t-shirt, ինչ որ ջինսը տաբատ։ Ես օրինակ հատուկ ոչ են։ Օրինակ մանանան մինիմալիզմա, ես միշտ ասում եմ մանանա դու լրիվ մինիմալիզմի։ Գիտեք, այս գործի ինձ թվում է մի քիչ ազդեցությունն է, երբ որ դու չափազանց շատ է շփվում այդ ամեն ինչի հետ։ Իրականում այդ որ դիզայներները բեմ են դուրս գալիս սև մայկայով, սև տաբատով, դա բացարձակ ձև չի։ Կարող եմ վստահեցնել։ Դա ուղղակի իրենց համաձայն չեմ։ Չէ, նայեք, ոճաբանները հիմնականում շատ sense հետաքրքիր են հագնվում, որովհետև դա իրենց մուսան է անընդհատ, բայց դիզայներները որ ավելի խորքային արխիվի հետ են աշխատում են շատ բուրըն եւ իրենք վերջում սովորական ու դա իրականում ոչ թե ինչ-որ կերպարի բան շեշտադրման հարցն է, ուղղակի այդ ամեն ինչը ստեղծելուց հետո, ոնց է որ ճաշը էփելուց հետո չես ուզում էլ այդ ճաշից ուտես այդ հոտից, այդ համարյա նույն ձևի process է, այսինքն դու այնքան ես այդ ամեն ինչի մեջ խորանում, որ ինչ-որ պահի ինքը ուղղակի անհետաքրքիր է քեզ դառնում զուտ քո վրա։ Հետո դու դա տեսնում ես, դու դա աշխատում ես այդ 90-60-90 վիճակներում, ինչքան է հիմա այդ body եւ այլն shaming եւ այլն վիճակներ, դիզայները ուզում է դա տեսնի ամենահամապատասխան մարդու հագին դա։ Ու դա ինքը չի, այդ էլ է շատ հետաքրքիր զարգացում։ Դիզայներների մոտ, այսինքն հիմնական դիզայներների մոտ, ոչ թե կուտյուրային ենք ասում, այլ հիմնական, օրինակը բերենք մեր շուկայում, օրինակը բերեմ քեզ մոտ մանան, եթե կարելի է։ Օրինակ մանանի մոտ դա ոճի մի մասն է, դա իր ծրագիրն է։
դա իր բրենդի դնթն է, իր կերպարն է, այսինքն մինչև հագուստը նա կարող է ստեղծել դեղին վերնաշապիկ, բայց ես գիտեմ, որ դա դեղին վերնաշապիկը իրենը չի, ինքը չի կրելու։ Սևն է իրենը, սպիտակն է իրենը, ինտենսիվ գույներն է։ Դա մարդու ոճն է, անհատի ոճն է, ոչ թե դիզայների եւ առհասարակ բանի մասին ենք խոսքը գնում, այլ անհատի ոճն է։ Օրինակ Ֆայնան ունի հետարքիր ձեռագիր եւ նա ինքը հենց այդ ձեռագրով էլ միշտ ներկայանում, այսինքն դա իր ձեռագիրն է։ Այնպես չի որ միայն ֆուտբոլկայով ենք մենք իրեն տեսնում, դա ձեռագիր է, որ հատուկ իրեն է բնորոշ։ Մանուկը ունի հետարքիր ձեռագիր, որ իր ձեռագիրը ինքը անգամ այդպես էլ կրում է։ Այդպես ենք մենք իրան տեսնում ու շատ ես սիրում եմ որ օրինակ դիզայները հատուկ իր կերպարին համապատասխան լինի օրինակ པարզ են չէ հակնվում շատ չէ ասի մարդիկ կան բարդ են այլ նա չէ օրինակ ոճաբանինը մեկ այլ առաքելություն է բայց ես ընկալում եմ այսպես որ ցանկացած ոճաբան էլ պետքա էլի ոչ թե վազի տենդենսների կամ տրենդերի հետևից այլ ունենա իր առանձին ոճը եւ չփորձի ինչ-որ մի անձին իր ոճը թելադրել որովհետեւ երբ որ դու մտնում ես որպես ոճաբան հարթակ այսինքն տվյալ մարդուն փորձում ես գեղեցիկ կերպար ստեղծել չփորձես ես այդպես եմ միշտ անում չպետք է փորձես տվյալ մարդուն քո ձեռագիրը հաղորդել, քո ոճը հաղորդել։ Այո, այս դեպքում պետք է ընդգծել նրա յուրահատկությունը։ Այո, նրա յուրահատկությունը։ Մի քանի արագ հարցեր, որոնք արագ պատասխաններ են պահանջում։ Ինձ հետաքրքիր է մինչև այսօր շնորհաձևության մեջ ամենասիրելի թրենդը։ Պիջակ, հետարքիր ձևացքով պիջակ կամ վերնաշապիկ։ Ես կարող եմ ուղղությունն ասել թրենդային feminine power ինչպես ես ասում եմ կանացի ուժ ես մտածում եմ ավելի հին բան կասեք որ sense շատ երկար ժամանակ է ձեզ հետ գալիս դա երկու կոմպոնենտ ունի դա հստակ արտահայտված պիջակներ արտահայտված գծեր եւ այդ պիջակն է բայց ուսերով որ ես շատ սիրում եմ մասկուլինես եւ մյուս կողմից թափանցիկ կտորներն է որ իմ ես հստակ չգիտեմ պրոդուկտը ներկայացրեցի որտեվ տենց ինձ թվում է ավելի sense տիպուկ կլինի դա համար պրոդուկտով եմ միշտ փորձում պատասխանել մի բան որ ամենաշատն են նյարդայնացնում նորաձևության մեջ կարմիր սպիտակի համադրությունը կամ կարմիր սևի համադրությունը եւ առասարակ մալինայի գույնը վարդագույնը այդ ինտենսիվ վերացրեք։ Դուրս չի գա մաֆիա խաղը։ Վերացրեք այդ համադրությունը։ Կարծրատիպերը։ Կարծրատիպերը, շատ լավ։ Մի բան, որը երբևէ չեք կրի։ Ինչ ասես կարմիր սպիտակ համադրությամբ։ Չէ, կարամ կրեմ։ Ինչ որ մի բան, որ չես կրի։ Կար կարծրատիպ ես ընդհանրապես վարդագույնի սիրահար չեմ, որ երբևէ վարդագույնի իրեր չեմ կրում։ Բայց եղան դեպքեր կյանքում ես որ 2-3 անգամ գնեցի այնպիսի product որ ինձ դուր եկան այսինքն չկա անհնարին բան չկա այնպիսի բան որ դու չես կարող ասել եւ չկրես այո հենց այդ տարբերակն է բայց չգիտեմ երևի թե նեղ տաբատ ես ուղակի չեմ սիրում նեղ տաբատը Լավ, բայց ոնց որ հետ են գալիս նեղտաբացը։ Ինչքան էլ կան ինձ համար դա ավելի շատ քիփ ընկծված հագուստը նախատեսված է ես այսպես եմ ընկալում որ ավելի լավ է դա կինը կրի եւ ընկծի իր կանանցի կերպարը հա քիփ հագուստը տղամարդուն մի քիչ ես ավելի նախընտրում եմ լայն տաբատներ Լավ Ես ուղղակի պետք է ասեմ այդ նևսեի նևը որովհետեւ ամեն ինչ կգրեք Ես այդ դինամիկան որ նկատում եմ չգիտեմ, մարդ պրինտները եւ այլն, որ չեմ կրի, կրում եմ, չեմ կրի, կրում եմ, չեմ կրի, կրում եմ, չեմ զարմանա Աբրահամին, մյուս էլ դեմ ասում եթերին նեղ շալվարով տեսնում ես։ Չէ, հավատա չես։ Շատ հետաքրքիր նորաձևությունը դրանով է շատ հետաքրքիր։ Ես եկան դու մտածում եմ, բայց պահում ենք եթե։ Պահում ենք այո։ Հա որովհետեւ երբ ետ է գալիս ինչ որ մի բան կամ նորաձևությունը փոխվում է ու դու շատ ես տեսնում, սկսում ես այդ տեսակի մեջ ինչ որ բան նախընտրել, որը քեզ տենդենսի մեջ է, հա, կարճ կոթկատեղով ջինսերը, նեղ տաբատները, մեկ այն մարդը, որ ունի հստակ ոչ նա միշտ կրել է լայն տաբատներ, պալացո, այդ մարդը կրելու է դա։ Իսկ այն մարդը, որ հակված է այդ արագ վերցվող տրենդերին, հա, կան ոճաբաններ, որոնք որ փորձում են միանգամից հափշտակել այդ տրենդերը, բայց միշտ հիշեք, արագ եկածող տրենդները դրանք անտիտրենդներն են։ Տրենդերը հիմնական միշտ լինում են կայուն, որոնք միշտ շուկականում կան եւ պահպանում են։ Հա,
խոսքը գնում է կլասիկա ասվածին, պիջակները, սպիտակ վերնաշապիկը, ուղիղ ձևվածքը, դա կլասիկան է, դա միշտ մեզ մոտ լինելու է պարտադիր, իսկ այդ կարճ տրենդերը վերացող բարձրապես Համար բարակ հոնքերը հետ չգան, մնացած ամեն ինչի Մի քիչ հետ են եկել, բայց չեն հաստատվում։ Գիտեմ, որ հետ են գալիս եւ ուրախ չեմ այդ առիթով։ Ամեն դեպքում ինչ էլ որ լինի նորաձևությունը, միևնույն է Կոկո Շանելն ասում է նորաձևային ինչ որ հարմարավետ է, եւ դե փորձեք հարմարավետությունը համադրել նաեւ պահերի կարևոր, որոնք միշտ ֆիքսում եք, հա, եւ այդ ֆիք պահերն այսպես նաեւ ֆիքսեք զանգուի սպիտակ անապակ գինու հետ, որ հրաշալի առիթ կտա այս հանգստյան օրը բացել, ինչ որ հետաքրքիր բան նշել կամ պարզապես վայելել առավոտը։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր խորհուրդների համար, քննարկումների համար եւ առողջ մթնոլորտի համար։ Եվ մեր հետաքրքիր էջի համար, որին բարբերաբար հետևում ենք եւ ծանոթանում նորաձևության տրենդներին։ Ես եմ շնորհակալ հնարավորության համար։ Այո։ Դե ինչ հիմա կարճատև դաթար հետո վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտը։